Պարոն Չախալյան, արցախցիները 4 հիմնական պահանջ են առաջ քաշել, սոցիալական եւ նաեւ Արցախ հետ վերադարձի հետ կապված։ Այս իշխանությունները հայտարարել են, որ Արցախ հետ վերադարձի հարցը իրենց բանակցային օրակարգում չէ։ Ձեր կարծիքով ինչու է իշխանությունը նման կոշտ վերաբերմունք ցուցաբերում արցախցիների նկատմամբ։ Շնորհակալություն հարցի համար։ Գիտեք, միտեղ մի բան ասեմ, էլի, այլ տեղից մոտենամ։ Մենք պետք է շնորհակալ լինենք այս իշխանություններից, որ իրենք չեն թաքցնում իրենց նպատակները, իրենց էությունը, հա։ Այս մարդիկ իրենք Արցախը հանձնել են։ Արցախցիներին այնտեղից հանել են, հա։ Եկեք ընդունենք, որ այն ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դա մենակ Ալիևի ձեռքբերումը չի։ Ալիևը մենակով կյանքի մեջը չէր կարողանա գրանցել այդ արդյունքը, ինչ որ տեղի ունեցավ։ Հա։ Այս իշխանություններին այսպես ասած մասնաբաժին է այդ ամեն ինչում շատ ավելին է, քան ադրբեջանցիներն ու Ալիևինը։ Եվ այստեղ մենք ինչի պետք է զարմանանք, եթե մարդիկ հստակ ասում են, իրենց օրակարգում չէ, իրենց օրակարգում ընդեղից հանելն էր, Արցախը հայաթափելն էր, դադարելն էր, հանձնելն էր, իրենք արել են։ Հիմա իրենց օրակարգում Սյունիքը հանձնելն է, դադարելն է, հայաթափելն է։ Արցախ վերադարձը իրենց օրակարգում չէ, մարդիկ չեն խաբում։ Ու պետք է մենք շնորհակալ լինենք, որ իրենք անգեղծ են։ Այստեղ հարց խնդիրը մեր մեջ է, ամեն անգամ ես ասում եմ եւ նորից ասում եմ, մենք ոնց ենք հանդուրժում իրենց։ Ոնց ենք մենք հանդուրժում ամեն օր, ասենք մենք հանդուրժում ենք իրենց։ Հա, ես բոլորս ոնց ենք հանդուրժում, այստեղ հարցը մենք ենք։ Իրենք, այո, իրենց օրակարգում չկա։ Իրենց օրակարգում կա Արցախի հայաթափում, Լոռիի հայաթափում, Շիրակի հայաթափում, վերջապես Հայաստանի հայաթափում։ Իրենց օրակարգում կա, հստակ իրենց օրակարգում ադրբեջանցիների Հայաստան բերելն ու վերաբնակեցնելն է, չէ՞։ Իրենք այդ խնդիրն ունեն ու չեն այդ հաղթում։ Իրենք ասում են, որ նախապատրաստական աշխատանքներ, հարցումներ են անում, հա, ուզում են հասկանան, որտեղ կարող են տեղավորել ադրբեջանցիներին, որտեղ են ավելի լոյալ, որտեղ են ավելի արմատական տրամադրված թեկուզ մարզային գյուղային։ Իրենց օրակարգը դա է եւ իրենք ասում են դա եւ չասեն էլ պետքա տեսանելի լինի, բայց իրենք չեն այդ հաղթնում։ Եվ ճիշտ են ասում, այո, Արցախ վերադարձը իրենց օրակարգում չի։ Եվ այստեղ մենք պետք է հստակ հասկանանք, իրենցից այդքան էլ ճիշտ պահանջելու չկա։ Չկա, այո, ես էլ նստած եմ անում գեների վերադարձի պահանջով ու կառավարության դեմն եմ անում, բայց իրենցից վաղուց 2020 թվականի նոյեմբերից հետո մինչև էլ չունեի ես իրենցից սպասելիք, անգեզ ասած։ Կամքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել է 20 թվականի հունիսի 1-ին։ Հա։ Մինչև էլ չեմ ունեցել իրենից սպասելիք, բայց նոյեմբերի 9-ից հետո դա ելևս հստակ է, ցանկացած որ մեկին գումարած մեկ իմացող մարդու համար, եթե գիտի մեկ գումարած մեկ երկուսը, պետք է նույն ձևի պարզ լիներ, որ Նիկոլ Փաշինյանից սպասելիք չկա։ Դրական առումով հայամետ, պետականամետ առումով, հա, սպասելիք չկա։ Թուրքիայն ու ադրբեջանցիները իշքան ասես սպասելիք ունեն եւ այս մարդը արդարացնում է։ Արդարացնում է, դրա համար ադամներով պահում են։ Եղավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։